Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն իրենց վերահսկողական գործառույթն իրականացման շրջանակում շարունակում են այցելել Հայաստանի տարբեր մարզեր։ Հերթական այցի համար ընտրվել էր Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շիրակի մարզը։ Մայրաքաղաքից մինչև հայրաքաղաք միջպետական վերանորոգված ճանապարհի շնորհիվ երթևեկության տևողությունը նվազել է։ Նպատակը այն է մեր այցերի, որ գանք, ծանոթանանք կատարված աշխատանքներին, հայտնաբերենք, արձանագրենք խնդիրները եւ հետո հետեւողական կերպով այդ խնդիրների լուծմամբ զբաղվենք, շփվենք մեր քաղաքացիների հետ։ Պատգամավորների առաջին կանգառն Անի համայնքում էր։ Մարալիկի Արկադի Տեր-Թադևոսյան փողոցի այս նորակառույց խաղահրապարակի տարածքը ընդամենը 3 ամիս առաջ անմխիթար վիճակում էր։ Մարալիկ քաղաքի Հաղթանակի եւ Ձերժինսկու փողոցներում եւ Ազատության հրապարակում իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Պատգամավորները շրջեցին շինհրապարակներում, ծանոթացան կատարված աշխատանքներին։ Հաջորդ կանգառը Փանիկ բնակավայրն էր։ Իմանալով պատգամավորների այցի մասին, փանիկցիներն առիթը բաց չթողեցին ու ներկայացրեցին իրենց համայնքի ջրի խնդիրը։ Սաղամարը ջուր չկա, ջրդուգինել ջուր չկա, որ մարդիկ իրանց աղարոտները ջրեն, իրանց Ո՞նց եք անում։ Աղբերի ջրերով։ Ադուրից բացի է։ Տան ջրեր ես, վերի մայլեն ես, վերևը։ Ժամը առավոտ Աննինգ ջուրը քասնի, մինչև 2-5-ը։ Ամառը вообще շատ պրոբլեմ է։ Մարդը դաշտից գուկա ժամի 5-ին 6-7-ին ջուր չկար, լողնա տրաշվի։ Ջրի հարցը կառավարության 26-31 թվի ռազմավարության մեջ ամենաառաջի կետը ջուրն է դրած։ Վարչապետը քսե չի կնա սարերի երկիր, ջուր ունեցող երկիրը մարդկանց տուն ջուր չհասնի, ոռոգման ջուր չունենա։ Փանիկի հացի թանգարանն է։ Այստեղ ներկայացված ցուցանմուշները 40-50 տարվա հնություն ունեն։ Թանգարանում ցուցադրված են նաև հացահատիկի տեսակները, երկրագործական այն գործիքները, որոնցով մշակվել են հացահատիկի տարածքները եւ այն, ինչով թխվել է հացը։ Փանիկում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները ծանոթացան դպրոցի վերանորոգման ու մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներին։ Իդեպ, Արթիկ համայնքում գործող մանկապարտեզները հունվարի 1-ից կլինեն անվճար։ Արթիկ համայնքը կարողանում է իրեն այդպիսի բան թույլ տալ, որտեղ այս վերջի մի քանի տարիների ընթացքում 20 միլիարդից ավել շինարարություն է արվել Արթիկ համայնքում, ոնց որ իրանք այն անելիքները կամաց քչծրել են, այդ փողերը նախատեսել են մանկապարտեզների վարձը անվճար դարձնել, բայց ես միայն ուրախ կլինեմ, որ բոլոր համայնքներում մանկապարտեզները լինեն անվճար, բայց միևնույն ժամանակ չառաջացնի նոր ֆինանսական բեռ։ Նոր ուսումնական տարին ազատանցի 706 աշակերտի համար մեկնարկել է միջազգային չափորոշիչներով կառուցված միջնակարգ դպրոցում։ Լաբորատորիաներ, ընդարձակ դահլիճ, մեծ ու լուսավոր դասասենյակներ։ Օգտվում ենք գնդակներից, վոլեյբոլ ենք խաղում, բասկետբոլ։ Իսկ ուտեն շատ հավես կանցնի։ Բազենք գնդակ խաղանք։ Աշխարհագրության դասարաններ ենք հավանել։ Քիմիայի Բոլորն էլ հավանում ենք։ Ճիշտ ասած շատ լավն է։ Շատ գոհ ենք ու համեմատած մեր հին դպրոցի պայմանները ավելի լավ են ու սովորելու ցանկությունը ավելի մեծացել է։ Բոլոր դասարաններն թուրքու կան ու սենյակները, լաբորատորիաները շատ հարմարացրած են ամեն պայմաններով։ Պատգամավորների հաջորդ կանգառը Վահրամաբերդ բնակավայրում էր։ Այստեղ նրանք եղան վերջերս բացված մանկապարտեզում, հետևեցին դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Աշոտք համայնքում էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների այցը մեկնարկեց Աշոտքի պուրակից հանուն հայրենիքի ընկած քաջորդիների հուշատախտակի մոտ ծաղկեդրմամբ։ Այնուհետև նրանք շրջայց կատարեցին Աշոտքում, զրուցեցին բնակիչների հետ։ Ինձ խնդրում եմ գրավոր ուղարկեք, ես
գործընկերների հետ քննարկում կազմակերպեմ, հասկանանք ինչ կարանք անել։ Շատ բարի։ Պատգամավորները եղան նաև Արեքնադեմի միջնակարգ դպրոցում։ Ես հիմա սրա մասին Պատգամավորների այցը Շիրակի մարզ ավարտվեց Գյումրիում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ամփոփելով այցը նշեց. Պիտի ասեմ, որ շատ գոհ եմ այցից, բազմաթիվ կատարված ուրեմն աշխատանքներ տեսանք, առաջընթացներ տեսանք տարբեր ուղղություններով, միևնույն ժամանակ նաև արձանագրեցինք որոշակի խնդիրներ, որ դեռևս լուծման կարիք ունեն եւ բնականաբար գնալու ենք եւ զբաղվենք այդ խնդիրների լուծմամբ։ Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ բարձրաձայնված խնդիրները կուսումնասիրվեն եւ կտրվեն համապատասխան լուծումներ։